Հարգելիներս, շուրջ 4 ամիս չեմ կարողացել քայլել ու ոչ մի ձևի բժշկական օգնություն, ֆիզիոթերապիա, ոչ մի ձևի օգնություն ցույց չտրամադրվեց ինձ, որքան փորձում էին օգնել, այնքան իրավիճակը վատանում էր եւ հենակներն անգամ ինձ համար դարձել չի օգնել, անգամ ֆիզիոթերապիան, ամեն ինչ փորձել ենք չի օգնել, ես միշտ քնելուց առաջ ասում էի, Տեր խնդրում եմ օգնիր ինձ, գոնե կարողանամ քայլել, հասնել կոմիտաս, որպեսզի ես կարողանամ մասնակցել ընկերուհուս հորդորով, ինքը ընդհապում էր միշտ մասնակցում ու ինձ միշտ ինքը հորդորում էր, ասում էր Անուշ գնա, ամեն ինչի ժամանակ ունես, ժամանակ չունես, մի հատ գնա տես ինչքան է փոխվելու ամեն բան քո կյանքում ու ես այդ օրը որոշեցի կտրականապես, խնդրեցի, որ գոնե կարողանամ հենակներով մի կերպ հասնեմ այստեղ եւ շատերը կհիշեն, որ ես հենակներով եկել եմ առաջին շարքում էի, շատ լացակումած, շատ ցավոտ վիճակում ու ընդհանրապես չէի կարողանում կանգնել մեծ դժվարությամբ եւ խնդրեցի Կարեն եղբորը, որ աղոթի ինձ համար եւ նա աղոթեց, ես մասնակցեցի, միշտ այլ ընկալումներ եմ ունեցել ես, բայց երբ որ ես լսեցի այս միջոցառման ելույթները, այս միջոցառման կարեւորությունը, ես հասկացա մի բան, որ Աստծուն պետք չէ հիշել միայն պետքի ժամանակ, երբ որ դու օգնության կարիք ունես, դու պետք է հիշես իրեն ամեն վարքյան, ամեն րոպե, ամեն վարքյան, քանի որ ինքը ամեն րոպե եւ ամեն վարքյան հոգ է տանում քո մասին ու հիշում է քեզ, դա ինձ համար մեծ դաս եղավ, որ ես Աստծուն հիշեմ ոչ միայն իմ կարիքի համար, այլ ես կատարեմ նրա այն պատվիրանները, ես իմ մեջից մաքրեմ չարը, ես իմ մեջից մաքրեմ այն բոլոր արատավոր երևույթները, որոնք խանգարում են ինձ։ Եվ Կարեն եղբայրը աղոթեց ինձ համար, ու ես հիշում եմ, որ ինքն այստեղից բարձրաձայնեց. Թող որ Տեր Աստված մյուս անգամ Անուշ քույրը գա առանց հենակների։ Ինձ այստեղից մեքենայով, եթե չեմ սխալվում, Կորյուն էր այդ երիտասարդի անունը։ Մեքենայով ինձ ուղեկցեց Զեյթունի իմ բնակարան, որովհետև անձրևոտ եղանակ էր։ Շատ մեծ դժվարությամբ չէի կա, 2 հենակներով ես չէի կարողանում, մարդիկ ինձ օգնել են եւ մեքենայով ինձ տարել են, հասցրել են իմ տուն։ Եվ հաջորդ օրը առավոտյան, երբ որ ես իմ աչքերը բացեցի ու էլի ասեցի Աստված ջան, էլի սկսվեցին իմ մղձավանջը, այդ որ նորից էլի պիտի չկարողանամ տանջվելու եմ եւ չեմ կարողանալու քայլեմ, ով զարմանք, ոտքս ես դրել եմ գետնին ու կարողացել եմ քայլել։ Ես մնացել եմ ապշած։ Ես անկեղծ եմ ասում, ես մնացել եմ ապշած ու ես